1918 թվականի հունիսի 4-ին հայերը և թուրքերը ստորագրեցին փաստաթուղթ, որը կրում էր հետևյալ անունը՝ Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև։ Սա մեկ շաբաթ առաջ հիմնադրված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաջին փաստաթուղթն էր։ Հայկական կողմից այն ստորագրեցին Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի պատվիրակներ Ալեքսանդր Խատիսյանը, Հովհաննես Քաջազնունին և Միքայել Պապաջանյանը, Օսմանյան կայսրության արդարադատության նախարար Խալիլ Բեյը և Կովկասյան ռազմաճակատի թուրքական զորքերի գլխավոր հրամանատար Մեհմեդ Վեհիբ Փաշան։ Այս փաստաթղթով ըստ էության դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Օսմանյան կայսրության և Հայաստանի Հանրապետության միջև։ Թուրքերը առաջինն էին, որ Երևան ուղարկեցին իրենց դիվանագիտական ներկայացուցչին Մեհմեդ Ալի Փաշային և հիմնեցին դեսպանություն, որը այսօրվա Սախարովի հրապարակի մոտ էր։ Մեհմեդ Ալի Փաշան Հայոց ցեղասպանության հիմնական պատասխանատուներից Էնվեր Փաշայի ազգականն էր։ Աշնանը Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն հիմնեց Ստամբուլում, Օսմանյան կայսրության մայրաքաղաքի կենտրոնական, այսօրվա Իստիկլալ Ջադդեսի փողոցի Թոքաթլյան պանդոկում։ Դեսպանը Ֆերդինանդ Թախտաջյանն էր։ Բաթումի պայմանագրով գծվեց Օսմանյան կայսրության և Հայաստանի Հանրապետության միջև սահմանը։ Այդ սահմանները, սակայն, մի քանի ամիս անց փոխվեցին հօգուտ Հայաստանի, քանի որ առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիան իր զորքերը դուրս բերեց Անդրկովկասից և գրավյալ հայկական հողերից։ Բաթումի դաշնագիրը կազմված էր 14 կետերից, ահա դրանցից մի քանիսը։ Օսմանյան կայսրության և Հայաստանի Հանրապետության միջև հաստատվում է հաշտություն և մշտական բարեկամություն։ Օսմանյան կառավարությունը պարտավորվում է զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայաստանին այն դեպքում, եթե վերջինը այդ օգնությունը խնդրի նրանից երկրում կարգն ու հանգստությունը ապահովելու համար։ Հայաստանը պարտավորվում է գործուն կերպով հակազդել, որպեսզի ոչ մի հրոսակախումբ չկազմավորվի և չզինվի իր տարածքի սահմաններում։ Հայաստանում ապրող մուսուլմանների կրոնն ու սովորույթները կհարգվեն։ Նրանք կարող են սովորել իրենց մայրենի լեզվով։ Գլխավոր մուֆթին կնստի Երևանում, Հայաստանի մայրաքաղաքում, իսկ մյուս մուֆթիները կբնակվեն հանրապետության այն վայրերում, որտեղ նրանց ներկայությունը կհամարվի անհրաժեշտ։ Բաթումի դաշնագիրն ուներ նաև լրացուցիչ մաս, կազմված 6 հոդվածներից, որը նույնպես ստորագրվեց Բաթումում։ Ահա դրանցից մի քանիսը։ Հայաստանի կառավարությունը անհապաղ ձեռնամուխ կլինի իր զորքերի զորացրմանը։ Հայաստանը պարտավորվում է իր տարածքից անհապաղ հեռացնել այն երկրների սպաներին ու քաղաքացիական աստիճանավորներին, որոնք Թուրքիայի կամ նրա դաշնակիցների հետ պատերազմական վիճակում են։ Հայաստանը համաձայնություն է հայտնում, որ Օսմանյան բանակը կատարի ամեն տեսակի ռազմական փոխադրումներ։ 1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում Օսմանյան կայսերական կառավարությունը հաշտության և բարեկամության առանձին պայմանագրեր կնքեց նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Նույն օրը նախատեսված էր նաև պայմանագրի կնքում Անդրկովկասյան երրորդ հանրապետության՝ Վրաստանի հետ, սակայն վրացիները, ի տարբերություն միայնակ մնացած հայերի, ունեին Գերմանիայի աջակցությունն ու հովանավորությունը։ Մեկ օր անց, երբ թուրքերը որոշ տարածքային զիջումներ արեցին, Վրաստանը նույնպես ստորագրեց հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսրության հետ։ Հայ-թուրքական դաշնագրի ստորագրումից հետո խոսքեր են ասում Հայաստանի և Օսմանյան կայսրության պատվիրակությունների ղեկավարները՝ Խատիսյանը և Խալիլը։ Հաջորդ օրը, հունիսի 5-ի երեկոյան, թուրքերը հայերին, վրացիներին և ադրբեջանցիներին հրավիրում են հանդիսավոր ճաշկերույթի։ Ներկա էին Կովկասյան բոլոր պատվիրակությունները և Ստամբուլից եկած բազմաթիվ սպաներ, պաշտոնյաներ ու օրագրողներ։ Հաջորդ օրը բոլորը մեկնեցին Բաթումից։ Հայերը գնացքով վերադարձան Թիֆլիս, իրենց հետ բերելով անկախ Հայաստանի դիվանագիտական առաջին փաստաթուղթը։ Ալեքսանդր Խատիսյանը գրել է. «Մեծ է հայ երկրի ոգին։ Մենք բերում ենք հաշտության վատ դաշնագիր, սակայն բերում ենք անկախ Հայաստան, տուն, որտեղ պիտի կոփվի ազգային միտքը։ Այս ամենը կապում է, միացնում է, բարձրացնում է ոգին, իսկ դա կարևոր է։ Ես հավատ ունեմ դեպի մեր պետությունը»։